Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտիմյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 10-ն է 2026 թվական։ Սկսենք Հայաստանից։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում, բայց որն էր այդ աղմկահարույց հայտարարությունը, որ արել էր Ադրբեջանի արտգործնախարարը, որին արձագանքում է Հայաստանի արտգործնախարարությունը։ Ջեյրուն Բայրամովը կրկին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է խոսել, ավելին պնդել, թե դրա մուտքի և ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։ Զանգեզուրի միջանցքի, այսինքն ինքը ներկայացնում է, որ դա լինելու է մեր վերահսկողության տակ, այս կողմից էլ այն կողմից էլ, բնական բան է, որ այսինքն չի ճանաչում TRIP-ը որպես այն կառույցը, դա ամբողջական Զանգեզուրի միջանցքի տրամաբանության մեջ է, դա դիտարկում։ Այն որ այդ TRIP-ի հետ կապված հարցը Ադրբեջանի նախաձեռնություններ միշտ խոսել ենք դրա մասին, բայց նույնիսկ այս վիճակը, որ կա այդ փաստաթղթի շուրջ TRIP-ի, նույնիսկ սրանից են իրանք դժգոհ եւ նույնիսկ ցանկանում են ցույց տալ, որ տեսեք, հա, դա մեր վերահսկողության ներքո է լինելու ամբողջությամբ։ Եվ հիմա դրա համար Հայաստանի արտգործնախարարությունը ինչքան էլ բացատրում է, լավ, համարենք ապացուցում է, որ Ադրբեջանը սխալ է ասում։ Ադրբեջանը մի թուղթ ստորագրում է, լրիվ ուրիշ բան անում։ Մի բան ասում է, լրիվ ուրիշ բան անում, այսինքն Ադրբեջանը ստախոս է։ Պետական քաղաքականության մակարդակով ստախոս է։ Բայց մենք ինչին ենք հավատում։ Այսինքն ինքը կարող է շատ հանգիստ փափուկ բարձ դնի գլխների տակ, ասի խաղաղություն ենք բերել, շատ հարմար նախապատրաստվի, երբ իրան հարմար է աշխարհաքաղաքական իրավիճակի բարենպաստ պայմաններում իր հարցերը լուծի ուժով։ Բայց դրա համար, որպես ինքը մտքի ծայրով անգամ չանցնի, մենք մեր ժողովուրդը պետք է մարտունակ լինի, մեր ժողովուրդը պետք է կազմակերպված լինի եւ պետք է ասի, որ գիտես ինչ, ցանկացած հարվածին հակահարված է ստանալու։ Եվ մտածի կարող է աթոռոտել կորցնես, մտնելով Հայաստանի տարածք, թվալով, որ Հայաստանից ուժեղ էր, Ռուսաստանն էլ էր կարծում Ուկրաինայից ուժեղ էր, ներքաշվեց պատերազմի, հիմա Ռուսաստանն է քայքայվում, թե Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշված։ Ինչի ես թագավորական կառույցդ, հորիցդ ժառանգած, որ կհանձնես քո երեխան ժառանգներին, դու կասկածի տակ դնում, որ պատերազմ, որ պարտվես կորցնելու ես, բայց դրա համար պետք է մեզ չասեն, վայ, հանկարծ չխոսակ պատերազմից, այդպես բան չասեք, մենք խաղաղության ենք գնում, ինչ էլ իրանք ասեն, դա մեզ չի վերաբերում, մենք խաղաղության ենք գնում, եթե ինքը տեսնում է, որ դու առանց փամփուշտ կրակելու ձեռքերդ վերես բարձրացրել, պետք է պահանջ դնի, բայց մեզ չէին ասում, որ Ադրբեջանն է Հայաստանի խաղաղության երաշխավորը, այս բա Օր կա, որ Ադրբեջանը չասի Հայաստանի հետ կապված խաղաղություն չեմ ստորագրի, եթե իմ ասածը չանես, 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա, ֆինանսական պահանջ ենք դնում, որովհետև դուք օկուպացել եք մեր տարածքը, ադրբեջանական Արևմտյան Ադրբեջանը մեր տարածքն է, հիմա այդ TRIP-ը դա մերն է, ընդհանրապես Հայաստանի տարածքով անցնում է, հիմա Զանգեզուրի միջանցքի Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ իրողությունն այն է, որ այս միջանցքի թե մուտքի թե ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում, հայտարարել է Բայրամովը։ Հիմա տեսակ, սրա մասին է խոսքը եւ բացի դրանից էլ, այո, բանակցությունները վարվել է Հայաստանի հետ, պայմանավորվածությունները Հայաստանի հետ է համատեղ ձեռնարկություն, բայց չգիտես ինչի այդ փաստաթղթի վրա նաեւ TRIP-ի մասով կա Ադրբեջանի ստորագրություն։ Դե հիմա դուք տեսեք, այսինքն կարելի է վստահել Ադրբեջանին, չէ, բայց ինչ է մեզ համար կասկածելին։ Ադրբեջանի մենք էսպես թե այնպես չենք վստահում, բայց երբ որ մեր իշխանություններն ասում են, որ Ադրբեջանն ինչ ուզում անի, դա կապ չունի, մենք խաղաղությունը պայմանավորվել ենք, ասում ենք ում հետ ես պայմանավորվել, ում հետ պայմանավորվել ես առավոտից երեկո պրետենզիաներ ա ներկայացնում, ում անունից ես մեզ խաղաղություն պայմանավորվել։ Երբ որ մենք տեսնում ենք, որ մեր ղեկավարությունը Ադրբեջանի թիմից է խաղում, անհանգստությունը հետևից է գալիս։
Հիմա Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը իբր կասեցվել է։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշումը մտահոգություն է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այս քայլն անվանել է պատմական իրադարձությունների քաղաքականություն եւ իսրայելական կողմին կոչ է արել վերանայել իր որոշումը։ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները մնում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Այդ պատճառով Բաքվում ակնկալում էին, որ այս հարցում դիրքորոշումը կհամապատասխանի Անկարայի մոտեցմանը, որի համար հայոց ցեղասպանության ճանաչման թեման առանձնահատուկ նշանակություն ունի։ Իսրայելը այս պահին, երբ որ ցեղասպանության հարցը առաջ բերեց, զարմանալու բան չկա, բոլորն էլ հասկանում են քաղաքական դրդապատճառներով եւ Իսրայելը իր շահից ելնելով։ Ընդհանրապես դրա մեջ է զարմանալու բան չկա, որ մեկը իր շահից ելնելով բան անում։ Դու բդե նայես իր շահից ելնելով արած քայլը, քո շահերի հետ համապատասխանում է թե չէ։ Կամ եթե դու դրան ընդհանրապես կօգտվես, թե կվնասվես։ Այն որ մեր իշխանությունները ցանկացած պարագայում պետք է այնպես արտահայտվեին հանկարծ Թուրքիային, Ադրբեջանին չնեղացնեին, դա հասկանալի է։ Դա դնենք մի կողմ, ուրիշ բան չէինք սպասում, բայց մենք նայենք իշխանությանը հանգիստ թողենք, մենք ինչ էինք սպասում։ Բենյամին Նեթանյահուի վարչակազմը ամենայն հավանականությամբ մինչև հոկտեմբերի վերջ ընտրությունները կլինի եւ իրանք հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Այսինքն այս կառավարությունը, որ այդ հարցը հապշտապ բերել է ուզում անցկացնել, ասենք որ կասեցրել է Ադրբեջանը, այդքան էլ այդպես չի, որովհետեւ դրա հետ կապված դժգոհություններ Իսրայելում էլ կար։ Ու ասենք որ կասեցրել է էլի այդքան էլ այդպես չի, որովհետեւ ուղակի օրակարգում հարցը կա, բայց այդ պահին չի անցել, բայց հաշվի առնելով որ արձակուրդային սեզոն է գալիս եւ հաշվի առնելով դրանից հետո էլ ընտրությունները, մարդիկ ուղակի մտածում են, որ այո, քիչ է հավանական, որ կհաջողվի մինչեւ հաջորդ ընտրություններ դա անել։ Եթե Իսրայելը ընդունի դա հաջորդ ընտրությունների արդեն արդյունքում, այդ դեպքում կարելի է մտածել, որ անկախ նայած ում օրոքա ընդունվելով է նախաձեռնել, դա որպես փաստ հետագայում եթե մենք ուզենանք դա կօգտագործենք։ Եթե չէ, ի՞նչն ենք քննարկում։ Ուրեմն կարող ենք համարել, դա ընդամենը մեկ նպատակ ուներ, որի հետ կապված, այսինքն իրանց շահերից բխում էր, բայց մերից չառաջացավ այդ խնդիրը, ասեմ ինչի, որովհետև հիմա տեսեք, Թուրքիայի նախարար Հական Ֆիդանն ինչ է ասում, Նեթանյահուի քաղաքականությունն ու կառավարությունը բեռեն Իսրայելի համար, բեռեն տարածաշրջանի համար։ Սա էլ Թուրքիայի գնահատականը։ Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ ունենալով Իսրայելի հետ, այնուամենայնիվ նա չէր կարող նախապատվությունը չտար Թուրքիային։ Հիմա բալավ Իսրայելը ինչին էր պետք հարաբերությունը փչացնել Ադրբեջանի հետ։ Հա, բայց ինքը ուրիշ նպատակ ուներ։ Ինքը նպատակ ուներ, որովհետև Ամերիկան շատ լավ հարաբերություն ունի հիմա Թուրքիայի հետ եւ շատ լավ հարաբերություն ունի Իսրայելի հետ։ Մի քիչ էլ Իսրայելից նեղացած էր, որ Իրանի հետ կապված Իսրայելի ճնշման տակ այս վիճակում մտան ու գործնականում փակուղի մտան եւ այդ պարագայում ինչ էր պետք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես իր լավ դաշնակից բարեկամ Թուրքիան, մանավանդ Թուրքիան էլ համաձայնվում էր ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը հանել երկրից, ինչ էր խանգարում, որ F-35 կործանիչները տա Թուրքիային։ Բայց դա Իսրայելը համարում է, որ գերակայությունը օդում անցնում է նախաձեռնությունը Թուրքիային։ Իսկ դա խնդիր է, լուրջ խնդիր է։ Բայց Ամերիկան էլ ասում է, ինչ պրոբլեմ է, Թուրքիան էլ իմ բարեկամ երկիրն է, դու էլ իմ բարեկամ երկիրն ես։ Ինչ պրոբլեմ ունեք, որ Թուրքիան լավ զինված լինի որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից այդտեղ։ Հա, բայց Իսրայելը հասկանում է, որ դա այդպես չի։ Ու այն ինչ որ նաև որոշում է Դոնալդ Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ են կարծիքի ինչ են, որ հանկարծ կարող է տարածաշրջանում օդային բալանսը փոխվի ի վնաս Իսրայելի։ Բայց որպեսզի հանկարծ չասեին, դե լավ է, մի Թուրքիայի հետ ինչ խնդիր ունեք, որ հմել անիմաստեղը խնդրեմ եք անում։ Ռուսաստանի համակարգը հանեք, Ամերիկայի կործանիչները բերեք, երկուստ էլ բերեն եք, ինչ ապատահել։ Չէ, Իսրայելն ասեց, չէ, իմացեք, հա, ես հիմա շատ վատ հարաբերություն ունեմ Թուրքիայի հետ։ Այմա տեսնում եք, ցեղասպանության հետ կապված արդեն առաջ եմ քաշել, իրանք էլ մեզ են ցեղասպանության հետ մեղադրում են նաև այն կոտորածների մեջ, որը նաև Ամերիկայի նախաձեռնությամբ էր, Գազան ազատելիս պետք է եւ այլ եւ այլ։ Այսինքն Թուրքիայի, Իսրայելին պետք էր Թուրքիայի նկատմամբ հարաբերությունը սրել, որ հանկարծ
F-35 կործանիչների հարցում հանկարծ կոնգրեսն էլ համաձայնության չգա։ Տրամպի մենակ ասածը քիչ է, ինքը խնդիր կունենա, եթե ինքը այդ համաձայնությունները չունենա։ Այսինքն, եթե նույնիսկ այդ պարագայում հետագայում մենք տեսնենք, որ դա մեզ համար բարենպաստ է Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու, որևէ խնդիր չկա։ Բայց հաստատ դա այսօր չի, հաստատ Նեթանյահուի կառավարության հետ չի, հաստատ այսօրվա գնացող Կնեսետի հետ չի, եւ մեկ էլ այս խաղերի մեջ հաստատ այդ մեր խաղը չի, որ նենց անենք, որ հանկարծ Թուրքիային կործանիչը չտա, որովհետեւ եթե տվեց գերիշխանությունը Իսրայելն է կորցնում, հաստատ Հայաստանի գերիշխանության մասին չի խոսքը, որովհետեւ այլ տեխնիկայով էլ Հայաստանը կարող էր պրոբլեմ ունենալ Թուրքիայի հետ։ Մի խոսքով ուզեմ ասեմ, դա որպեսի գիտություն ընդունեցինք, թե ինչա իրականում տեղի ունենում եւ նենց որ քանի որ նենց մենք էլ առանձնապես սպասելիքներ չենք ունեցել ցեղասպանության ճանաչման հետ կապված այս կառավարության, եթե հաջորդի ժամանակ շարունակեն, իմաստ կունենա դա քննարկել։ Եվ ինչի է դա որպես առիթ չօգտագործել Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու։ Առավելևս հաջորդ կառավարությունը եւ հաջորդ Կնեսետը խորհրդարանը բնական է, որ լավ էլ քննադատելու է այս գործողներին, այսինքն ինքը եթե գա, բայց ինքը տեսնի, որ դա բխում է իրանց պետության շահերից, կարող ենք մենք էլ մտածել, որ գտնենք եզրեր, բայց ինչպես տեսակ, համենայն դեպս այդ հապշտապ, որ ուզեցան անցկացնեն, դա իրանց չհաջողվեց։ Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանի ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Սա են նախապայմաններ, որը դնում էր Ամերիկան, ասպես չհասկացանք։ Այս ինչ է անում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-ից 8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքով վստահություն է հայտնել F-35 ծրագիր Անկարայի վերադարձի կապակցությամբ։ ԱՄՆ նախագահն ինքը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացել այդ հարցով։ Եթե ինքը նույնիսկ որոշում կայացրած էր, ասացի, որ դա այդքան հեշտ պրոցեդուրա չի։ Եվ սա նաև ուղղակիորեն բխում էր վերևը թվարկածը հենց դրա համար է ասում։ Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանի ձեռք էր բերել $2.5 միլիարդ արժողությամբ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի 4 դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին սա իրանք արդեն միացրել այդ ամեն ինչն արել էին, բայց մի հատ ուրիշ խնդիրներ կա։ Սա պայման դարձավ, որ Ամերիկան ասեց չհասկացանք, ՆԱՏՕ-ի անդամ երկիրները ինչ գործ ունի S-400-ը, բայց դա ինչ դա նախապատմություն ուներ, դա էլ հասկանանք։ Վլադիմիր Պուտինը իր հետախուզական ծառայությունները ասեցին Էրդողանին, դե ինքն էլ նենց էմոցիոնալ մարդ է, մի քիչ էլ աթոռին նստում են, սկսում են իրենց կյանքի վրա դողալ, ասեցին, որ Թուրքիայի ընդդիմությունը, որի թելերը տանում է Ամերիկա, որոշել են համենայն դեպս քեզ սպանեն, իրան բերեն իշխանության։ Տենց դիվերսիոն գործողություն են անելու, մահափորձ են կազմակերպելու եւ ռուսների հատուկ ծառայությունները դա բացահայտեցին ու տեղեկացրեցին Էրդողանին։ Դե Էրդողանը անմիջապես էմոցիոնալ արձագանքեց, ոնց, ուրեմն այդ անվտանգությունը դա այդքան կարևոր է, որ այսինքն նույնիսկ չեմ կարող վստահել Ամերիկային, որ Ամերիկան կարող է մատը խառը հլնի, որպեսզի Թուրքիայում անեն իշխանափոխություն եւ պրոամերիկյան ուժի բերեն իշխանության, հուզվեց։ Դե գիտեք, բոլորն էլ մի քիչ երկար ասում եմ, աշխատած մարդիկ, տեսակ Լուկաշենկոն մի հատ փխ կարեցին, արդեն փախավ երկրից։ Ինչ ասեցին արավ։ Դե տենց է, գիտեք, կամ Պուտինը դեռ բան չեղած բունկերում թաքնվում է։ Եվ ինչ ստացվեց, որ ինքը արևմուտքից նեղացավ, որ ես ձեզ չեմ վստահում, այսինքն այս S-400 համակարգերը կբերեմ կոնկրետ կետային, պաշտպանելու իմ կեցավայրը, պաշտպանելու իմ աշխատավայրը, այսինքն որ հաստատ իմանամ, որ ձեր համակարգերի հետ միացված չի, ձեր համակարգերի հետ աճ։ Դա ավելի շատ դեմարշ էր, վախից, որ դուք իմ դեմ եք անում, հատուկ կարողացան բան անեն, էլի, այդպես ազդեն Էրդողանի վրա, դե մանավանդ Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները նորմալ լինելու պարագայում, միշտ Ռուսաստանը ցանկացավ ժեստեր անի եւ տեսակ արդյունքում էլ ինչ արեց։ Իր համակարգը տվեց ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որը աննախադեպ էր։ Որ ասեն, որ այդ համակարգը Թուրքիային պետք է գա, բնականա չէ, որ պետք կգար, բնականա չէ։ Որ Թուրքիան մտածում էր, որ դա որևէ ձևով հանի երկրից, դա էլ է պարզ։ Հիմա այդ հանելն էլ ինքը օգտագործեց, Ամերիկային ասեց, դե հանում եմ, գինը սա է։ Ես հանեցի, ուրեմն դուք էլ
F-35 կործանիչները տվեք։ F-35 կործանիչն էլ Ամերիկան տանում է, Իսրայելն անեղանում։ Ասում է չհասկացանք, ինչի ես դու տեղից էլ ասենք լահազորությունը նայի Թուրքիայի, մի բան էլ օդում առավելություն տալիս Իրան։ Քո վարվող քաղաքականությունը Ամերիկայի, ոչ թե Տրամպի, ոչ թե հանրապետականի, ոչ թե դեմոկրատների, միշտ ելեղել է այնպես տանել, որ գերակայության հարցում նախապատվությունը միշտ լինի Իսրայելի կողմը։ Այս ինչ որ դուք պատկերացրեցիք։ Իսկ հիմա Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։ Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ այդ երկրներին նախկինում մատակարարված S-400 հոբ զենիթահարթերային համակարգերի հետ կապված։ Սա գերզգայուն հարց է։ Մենք շատ թեմայի շուրջ շփումներ ունեցել ենք թուրքական կողմի հետ եւ կշարունակենք շփումները թուրքական կողմի հետ։ Մեկը հարց տա, ձեզ համար ի՞նչն ազգայուն։ Ձեզ ինչ։ Այդ ձեր համակարգը, որ տարակ դրեցիք, Թուրքիային ինչից փրկեցիք։ Ում հետ եք պատերազմի մեջ Թուրքիան։ Կամ այդ համակարգը կոնկրետ ինչ խնդիր էր լուծում, կամ ձեր համակարգի արդյունավետությունն էլ տեսել ենք, էլի։ Այդ է լավագոնը տեսել ենք։ Ինքը իր ապրանքը առել է, հիմա էլ վաճառում է երրորդ երկրի, ասենք արաբական երկրներից մեկին, որ ասենք շուտով կհայտարարեն, թե ում է տվել։ Ձեուք ինչի եք հուզվել, կամ դուք մտածում եք ուղղակի այդ վերջի մի հատ թելն էլ, որ Ռուսաստանի հետ կար, այդ վերջի թելն էլ փաստորեն կտրվում է Ռուսաստանից, որ այսինքն մոռացեք, որ դուք մեր երկրի տարածքում համակարգ կունենաք, այսինքն մենք վերջնականապես վերադառնում ենք այն տեղը, որտեղ մեր տեղն է իրականում, որպես ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակը այս տարածաշրջանում։ Բայց Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին են փոխանցել հետախուզական տվյալներ, որոնք վկայում են Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի դեմ մահափորձի ենթադրյալ նախապատրաստման մասին։ Հիմա սա է, այս նույն սցենարն է, որ ես ասեցի, որ Ռուսաստանը Էրդողանին ասեց, որ քեզ ուզում էին սպանեն, չեմ կարող ասել, որքանով արժանահավատի Իսրայելի հետախուզական ծառայության տվյալները, ես նման տվյալների չեմ տիրապետում, բայց այն, որ Իսրայելը շատ դժգոհ էր Դոնալդ Տրամպի հետ բանակցությունները Իրանի հետ եւ համարում էր դա պարտվողական, համարում էր Իսրայելը չհամաձայնեցված եւ համարում էր, որ դա ինստու Իսրայելը լուրջ խնդիրներ կունի, դա նորություն չի։ Այն աշճանի անգամ, որ կառավարության անդամները անգամ անհարգալից ու կոպիտ էին խոսում Դոնալդ Տրամպի հասցեին։ Եվ այստեղ էլի հաշվի առնելով, որ Դոնալդ Տրամպն էլ շատ էմոցիոնալ է եւ աթոռի համար շատ վախեցող եւ ինքը տենչում է հավերժ ղեկավարի, որը ուղղակի չի ստացվում, հարմար երկիր պետք է գտնի գնա այնտեղ ղեկավարի, Ամերիկան այդ հնարավորությունը չի տա, բայց իր անվտանգության հետ կապված բանը շատ էմոցիոնալ կարար իր վրա ազդեր, որ ոնց, ուրեմն ուզում էին իրանք մեզ սպանեն, ես չեմ կարծում, որ որևէ միամիտ մարդ կա, որը պատկերացներ, որ այսօր Իրանին ձեռնտու է Դոնալդ Տրամպին սպանել, ասեմ ինչի, զուտ պրագմատիկ շահերից ելնելով։ Համարենք պատերազմը սկսել է Դոնալդ Տրամպը, բայց գիտեն, որ Դոնալդ Տրամպի վրա ճնշում կա կոնգրեսի կողմից, հասարակության կողմից, անիմաստ զոհեր ենք տալի, անիմաստ ծախս ենք անում, ոչ մի հարցեր չենք լուծում, եւ բացի դրանից, եթե 79 թվականի հեղափոխությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրանի այդ հարաբերությունն է եղել կամ հարաբերությունների բացակայությունը, այնուամենայնիվ միշտ էլ Իրանը իմացել է, որ Ամերիկայի պետք չի չափը անցնել։ Բայց եթե հանկարծ այնպես ստացվի, որ Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այս պատերազմից հաղթող դուրս գա, դա արդեն կատաստրոֆա է Ամերիկայի համար, բայց իդեպ որ թյուրիմացություն չառաջանա, ինչ ասել հաղթող։ Չենք ասում պետք է Իրանը գնա Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաղթի իր երկրում։ Եթե նույնիսկ վերադառնաս պատերազմից առաջվա վիճակին, ոնց որ Ամերիկայի եւ Իրանի հարաբերություններն են, դա արդեն Իրանի համար հաղթանակ է, որ այսինքն 75 թվականին հեղափոխություն արել ենք, Ամերիկային հանել ենք մեր երկրից, այդքան տարի չենք շփվել, սանկցիաների տակ ապրել ենք, այդքանից հետո պատերազմ է սկսել, արդյունքում ոչ մի բանի չես ասել։ Դա արդեն Իրանը կարող է համարի հաղթանակ։ Այն դեպքում, երբ որ ասեմ, դա մեզ համար շատ վատ է։ Մեզ համար շատ վատ է ինչի համար, որովհետեւ եթե Իրանը կարողացավ ասի տեսակ Ամերիկային հաղթեցի, իսկ ես ասեցի հաղթանակն է ինչն է համարելու, որ այսինքն դու ինչ նպատակ քո առաջ դրեցիր չհասար։ Այդ դեպքում պետք է ասի ես արևմտամետներ, ես կողմերը չտենամ Հայաստանի հետ կապված։ Այսինքն ինքը կարող է լուրջ ձևով Հայաստանի վրա ճնշում գործադրի։ Պատահական չի, որ հերթական անգամ հիշացեց, որ իշ թրիփ։ Այդ մեր անվտանգության շահերը ռիսկերը պետք է գնահատվի։ Չեք տենում, որ Ամերիկայի հետ կոնֆլիկտ է գնում։ Այսինքն դա հաստատ մեր շահերից չի բխում, ժողովուրդ ջան։
Ոչ մեկս չենք ուզենա կոնֆլիկտ ունենանք Իրանի հետ, բայց եւ չենք ուզենա, որ Իրանը այնպիսի գերակայություն ունենա, որ Ամերիկային ասի, մոռացի այս կողմերը չերևաս, սա իմ կենսական շահերի գոտին է։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Հայաստանը հիմա էլ չի կարողանում գնա դեպի Եվրոպա, որովհետեւ հիմա ոչ թե հյուսիսից չեն թողում, այլ հիմա էլ հարավից չեն թողում։ Եք կարակնենք ընկել ձեր ձեռը։ Դրա համար մեզ համար ձեռնտու է, որ այս երկու կողմը նորմալ համաձայնության կան, ու անգամ ձեռնտու էլ չի, որ Ամերիկան ջախջախի Իրանին, որովհետև այնպես չի, որ մենք Ամերիկա այդ ռազմավարական դաշնակից ենք, որ եթե ինքը ջախջախեց, Ամերիկան ու Իրանը երկուսն Ամերիկա մետ լնեն, ոնց որ Ամերիկան մետ, տենց բանը բառախաղ չստացվի, իհարկե մեր համար ձեռնտու է, բայց մենք Ամերիկայի հետ մեր հարցերը չենք լուծել։ Կարող է այդտեղ Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի շահերը ավելի գերակա լինի։ Իսկ մենք որպես հակակշիռել չունենանք։ Այսինքն կործանված Իրանն էլ մեզ ձեռնտու չի։ Գոնե ինչ-որ միտեղ հակակշիռ է այս տարածաշրջանում։ Մեզ պետք է այդ ոչ ոքի տարբերակը լինի, որի պարագայում մենք այնուամենայնիվ Իրանն ասի Հայաստանի տարածքը ինձ համար կարմիր գիծ է, տարածքային ամբողջականությունը, այն կողմին էլ Իրանին ասեն չափը ճանաչի Հայաստանը մեզ համար էլ է կարմիր գիծ։ Ոնց որ ժամանակին երկու կողմից ասում են դեռ Բայդենի վարչակազմի ժամանակ։ Դա մեզ համար ավելի լավ ռեժիմ էր, քան երկուսից մեկը հաղթանակ տանի։ Այնպես որ, բայց այս պարագայում, քանի որ Իսրայելին ձեռնտու չի այս ձևով խաղաղության գնալ, բնական է ինքը Թրամփին ասեց, որ քեզ խփում եմ, ինչի համար ասի Իրանին ձեռնտու չի, որովհետև եթե այսօր ինքը գիտի այսպես թե այնպես կոնգրեսը կարող է չթողի պատերազմը շարունակի Թրամփը կամ նոյեմբերի 3-ին արդեն Թրամփը կարող է մեծամասնություն չունենա կոնգրեսում 2 տարի հետո պաշտոնին հրաժեշտ է տալու հաստատ ցանկացած եկողը Թրամփի քաղաքականությունը չի շարունակելու Իրանի համար ինչին էր պետք որ ինքը տենց քայլ կատարի այդ դեպքում եթե Ամերիկայի դեմ տենց բան կատարես Ամերիկայի ցանկացած նախագահ ով որ նստի հետաթորին, նույնիսկ եթե Տրամփի հետ համաձայն չի, բայց ասենք մտածի, որ որևէ երկիր կարա դրսից իր նախագահի դեմ ոտնձգություն անի, ով էլ նստի շարունակելու այդ պատերազմը Իրանի հետ ավելի ագրեսիվ ձևով։ Այսինքն, եթե սա Իրանը համարում է Տրամփի պատերազմն է, դա չի դարձնի Ամերիկայի եւ Իրանի պատերազմ։ Հաստատ Իրան ձեռնտու չի Տրամփի գնալը, բանը Տրամփին իր ձեռով վնաս տալը, նույնիսկ եթե Տրամփն է պատերազմը սկսել։ Այսինքն ցանկացած լոգիկայի հասկանացած մարդ կհասկանա, որ սրա մեջ զուտ Տրամփին ինադի գցելու հարց է դրած, ոչ ավելի։ Չնայած էլ եմ ասում, հետախուզական տվյալներին չենք տիրապետում, կարող է եւ իրոք նման բան նախատեսած ինչ որ մեկը լինի։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը Center.com-ը հերքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ներկայումս առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով իրականացում է բացառապես Թեհրանի կողմից հաստատված երթուղով։ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, հայտարարել են Center.com-ը։ Այսինքն հիմա Ամերիկան ասում է Իրանը չի վերահսկում, Իրանն ասում է ես եմ վերահսկում, եթե այդ նավեր են ասում, որը Իրանի վերահսկողության տակ չի, Իրանն է հարվածում, հետո Ամերիկան է Իրանին հարվածում, արդյունքում դուք տեսնում եք, որ այդ հարցը, որը մեզ ներկայացվում է, այ հուշագիր են ստորագրում գնում են դրան, որ նույնիսկ հուշագիր ստորագրված ժամանակ ասել ենք թե ովքեր իմ խոսքին հետևում են, հիշում են, ամեն ինչը նայում են, նույնիսկ հուշագիր ստորագրելուց հետո ասել ենք ժողովուրդ ջան, չխաբվեք դրա վրա, պատճառները վերացված չի Ինչի համար այս կռիվը սկսել է այդ հարցը լուծված չի լինելու խաղաղություն, քանի դեռ այդ հարցը լուծված չի եւ քանի բոլոր կողմերը համարում են ժամանակը իրանց օգտին է թե ի վնաս իրանց է ինչ են անելու Իսրայելը համարում է ի վնաս Իրանա որովհետեւ եթե փոխվեց Թրամփը խնդիր կունենա Թրամփը չի կարողանում նենց անի որ ինքը կարողանա այդ խնդիրը լուծի գլուխը գովա տեսեք ես այդ հարցերը լուծեցի ինձանից առաջ ոչ մեկը չէր լուծել Իսկ ժամանակ շահելը Իրանն էլ ինչքան ժամանակ շահի գաղտնի ձևով կարա զինվի, կարա փորձի, բայց ծանր հարվածներ ա ուտում, այնպես չի որ իր տնտեսության վիճակը լավ է։ Իր տնտեսության վիճակը լավ է, ժողովուրդը փողոցին չէր դուս եկե։ Ինչա՞ մի ոնց կարող ավելի լավ լինի, քան պատերազմից առաջ։ Բայց ժողովուրդը արդեն հասկացավ, որ դրսին չպետք է ծառայի։ Իրանի Ջաբար նավահանգստում ծովային երթևեկության կառավարման կենտրոնը վնասվել է ԱՄՆ-ի հարվածի հետևանքով։ Միջադեպը չի ազդել նավահանգստի աշխատանքի վրա։ Նավերի նավարկությունը շարունակվել է առանց ընդհատման։ Սա էլ
տեսնում ենք Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղարդը հայտարարել է. Իրանը նախազգուշացնում է Իսրայելին ԱՄՆ-ի հարվածներին միանալուց երկրների ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների։ Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժան համարժեքները Իսրայելը պատասխանից անմասին չի մնա։ Այսինքն հիմա նորից դուք տեսնում եք, որ Իսրայել-Իրան խնդիրը, մանավանդ Իսրայելն էլ ասում է թեման փակված չի, ես պատրաստ եմ Ամերիկային միանամ նոր հարվածներին։ Հիմա Իրանն էլ ասում է միացար, պատասխան է ստալով, ոնց որ ստանում են, ասենք, ամերիկյան բազաները արաբական երկրներում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու պատերազմը դեռ չի ավարտվել, հին մարտահրավերների հետ մեկտեղ առաջանում են նորերը, հին խնդիրները վերանում են և ձևավորվում են նորերը։ Մենք ուշադիր հետևում ենք այս փոփոխություններին։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի և մենք գիտենք մեկ բան. մենք միշտ պետք է ավելի ուժեղ լինենք, քան մեր թշնամիները։ Իսրայելի օդային գերազանցության պահպանումը մեր ազգային անվտանգության ռազմավարության անկյունաքարն է։ Ի դեպ, օդային գերազանցությունը մենակ չի վերաբերվում Իրանին։ Ես դա ասեցի, նա նաև առանձնահատուկ նաև նկատի ունի Թուրքիայի։ Այն ինչի մասին, որ վերև խոսեցինք։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական արշավը Իրանի դեմ և հասցնել նոր հարվածներ էլ ավելի մեծ ուժով։ Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նոր սրման ֆոնին, ինչն ուժեղացրել է մտավախությունները լայնածավալ մարտական գործողությունների հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Ապրիլյան հրադադարից և հակամարտության ավարտի մասին հունիսին Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո։ Ինչպես տեսնում եք լարվածությունը, այսինքն այս ամեն ինչին գումարվեց ընդամենը առիթն օգտագործել ցեղասպանությունը և խաղաքարտերը խառնել Իսրայելի կողմից, որ առայժմ դեռ դա չհաջողվեց, որովհետև դեռ Կնեսետը որոշում չի կայացրել, ուրիշ մնացածը մեզ ծանոթ ժաներ է, այն ինչ որ կատարվում է, բայց ամենակարևորը, երբ որ մեր իշխանություններն ասում են, որ խաղաղության խաչմերուկի անբաժանելի մասը նաև հարավային ուղղությունը, այն սլակն է սիրուն դրած դեպի Իրան, իսկ խաղաղության խաչմերուկը, եթե Ամերիկան ու Իրանը համաձայնության չեն գալիս, ինչքան ուզում եմ ես պարբերաբար ասեն, Թրիփի նախագծի հետ կապված ամերիկացի եկան քարտեզը մի հատ սենց արեցին, այդան մի հատ գծագիր գծեցին, ժողովրդյան այդ հեքիաթում համար եք պատմում։ Մենք նայում ենք մեծ քարտեզի վրա ենք նայում, չէ, մեծ գծագիրն ենք նայում։ Եթե այդ հարցը չլուծվեց Ամերիկայի հետ Իրանի կողմից, դու Թրիփի հարց չես լուծելու։ Սա է։ Իսկ հիմա նայենք ուկրաինական ֆրոնտում, չմոռանանք, որ դա ամենաառաջնայինն է, ինչքան էլ որ Իրանի թեման ստիպված են գնում որպես հարևան առաջ անդրադառնանք, բայց մեկը շատ կարևոր է Ուկրաինայի պատերազմի արդյունքում մենք կունենանք լրիվ նոր աշխարհակարգ, հատկապես որ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, իսկ մենք գիտենք Ռուսաստանի հետ կապված մեր երկրի հետ բարդ հարաբերությունները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինան մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կստանա փակ 3 տեսակի կալանիչ հրթիռների խմբականակ Patriot համակարգերի համար։ Զելենսկին նաև նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի տարածքում Patriot-ի համար հրթիռների արտադրության շուրջ։ Այո, եւ իրանք դա կարտադրեն եւ նաեւ դրոնների արտադրության հետ կապված Ամերիկան էլ է պատվեր տվել, Ամերիկայի Միացյալ Նահանգները իր քաղաքական որոշումը կայացրել է Դոնալդ Թրամփը, որ ինքը ուղիղ կերպով աջակցելու է Ուկրաինային։ Այսինքն այն տատանումները, որ ինքը ուներ, ճնշենք Ուկրաինայի Ռուսաստանի հետ լավ լինենք, Պուտինը հավերժա, վաղը մյուս օրը ես նախագահ չեմ լինի, Պուտինի հետ էլի կաշխատեմ, որովհետև այն ինչ որ հիմա կանեմ, որպես բիզնեսմեն Պուտինի հետ կանեմ, ինքը հասկացավ, որ կարող է Պուտինը այդքան էլ հավերժ չի, ինչքան ինքը պատկերացնում է, որովհետև եթե Ռուսաստանը պարտություն կրեց, այդ երկիրը կկանգնի քանդվելու առաջ։ Առավել եւս, որ արդեն Ռուսաստանի ներսում Պուտինի մերձավոր շրջապատը արդեն վաղուց դեզինֆորմացիան տարածելով, որ հայ իբրթե բանակցում են ուրիշների վրա շարակցելով, լավ էլ բանակցում են, որպեսզի հասնեն նրան, որ հարմար պահին գահանքեցանեն այլևս արդեն իրականությունը կորցրած մարազմատիկ ծերուկի։ Քանի որ դրան արդեն տիրապետում է Դոնալդ Թրամփը, ինչքան էլ չվստահենք, որ ինքը ժամկետներ է դնում չի կատարվում կամ մի օր կարտնանա նայած որ ոտի վրա մի հատ որոշում կկայացնի վաղ ուրիշ որոշում։ Այս որոշումը վերջնականն է։
օգտել Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի, որտեղ դա արդեն ինքը տեսնում է դրա վերջը։ Տեսնում է դրա վերջը, որ Ռուսաստանը պարտվեց, ընդեղ իշխանության կգա իրանց համար հաճո մարդ, այնպես չի լինելու, որ միանգամից ելնելու է ընտրություններ, որի արդյունքում չիմանաս Ռուսաստանը տևական ժամանակ Պուտինի իշխանության օրոք ինչ ընդդիմություն են թողել, որ Ռուսաստանն էլ հսկայական պետություն է, դու չես կարող հաթաթ գնալ բոլորի ձեռը բռնել բարևելով, դառնաս հրապարակային գործիչ, քեզ ճանաչես, କି Հայաստանում հնարավոր չի բոլոր բնակավայրերը մլնել 17-ում 2 կիլոմետր քառակուսի կիլոմետր, միլիոն քառակուսի կիլոմետր տարածքը մանես գալու, ինչ անես։ Այսինքն եթե դու հանրային գործիչ չես, հանրային մեդիաների շնորհիվ դու ուրեմն ոչ մեկն ես։ Իսկ այս պարագայում Ռուսաստանը այդ հարցերը խիստ սահմանափակված է, մեդիան էլ է սահմանափակված եւ այլ եւ այլ։ Կամ Եդինա Ռոսիա, որից շատ դժգոհ է ժողովուրդը արդեն հասկանում է ինչա կատարվում, կան դրան արբանյակ ուժեր, որոնք որ դրանց էլ ինչ պետք է, ոնց որ Հայաստանի արբանյակ ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն ինչի պետք է նրանց վստահի եւ ասենք կոմունիստները, որ մշտապես ասենք ինչ ուզում է կատարվի, ասում են այ մարդ կոմունիստներին վաղ լավ էր, այս երկրին Ստալինա պետք, այդ ինչ որ որոշակի ձայներ ունեն, բայց դա չէ Ռուսաստանի առավելությունը, որ կոմունիստները կան խայտարակությունն է։ Մնացած ուժերն էլ արդեն արևմտամետ ուժերը, բարեփոխիչները մի մասին շարքից հանեցին, մի մասն էլ ասենք այդքան էլ ակտիվ չեն, որ այսօր իրանք ի վիճակի լինեն լուրջ դերակատարություն ունենան, այնպես որ Տրամպի շահերից է բխում, որ տեղի ունենա պալատական հեղաշրջում։ Այ մոտարապես Վենեսուելայի տարբերակը, բայց ինքը չգրավի, էլի Ուկրաինան հաղթի, Վենեսուելայի տարբերակով Պուտինին փոխարինի, Պուտինի մերձավոր շրջապատից մեկը։ Եվ ինչ որ մի բան sense խաղաղացնեն, կամաց քայլերը նախապատրաստեն երկին, ու այդ ժամանակ ինչ պայմանավորվածություն կունենան հողերի ու փողերի հետ հանգիստ կարող են անել, Ռուսաստանի նոր ղեկավարության հետ ինչ պայմանավորվածություններ ունեն, կարող է աշխատել, եթե դա կլինի Ամերիկայի վերահսկողության տակ։ Ցանկացած հաջորդ եկողը պետք է շարը եւ մեղքը գցի Պուտինի վրա, նույնիսկ եթե ինքը ամենամոտ մարդն է եղել ու ինքը պատասխանատու է դրա համար։ Որովհետև ամենամոտ մարդը ներսի կարող է այդ լծակներին տիրապետի, որ մարդիկ հասկանան, որ արդեն խաղը պայմանավորված է։ Այնպես որ այս պարագայում արդեն մենք հասկանում ենք, որ եթե Ամերիկան այս որոշումը կայացրել է, նույնիսկ եթե Տրամպը տատանվող է, իրավիճակը արդեն վերջնական է, իրավիճակը Տրամպին արդեն Իրանը առաջ տանելու։ Էլ ուրիշ ձև չունի ինքը ասի, չէ, վաղն էլ Պուտինին են պաշտպանելու։ Վոլոդիմիր Զելենսկի Պուտինի միակ առավելությունը, որ դեռ մնացել է բալիստիկ հրթիռներն են, Ուկրաինան այժմ հնարավորություն ունի առավելության հասնել, Ուկրաինան ավելի ուժեղ է դարձել թե մարտադաշտում, թե օդում, եւ բոլորը կարող են տեսնել համապատասխան արդյունքները։ Իհարկե առաջին հերթին շնորհիվ մեր զինվորականների ես շատ շնորհակալ եմ նրանց դրա համար։ Նրանք ինձ հնարավորություն են տալիս ամրապնդել իմ դիրքերը, այդ պատճառով էլ ասացի, որ հնարավորություն կա, ասել է Զելենսկին։ Այսինքն ես ուզում եմ, որ ուղղակի պատկերացնենք, բացի այն, որ շատ ծանր հարվածներ են հասցնում նաև Մոսկվային, իսկ գիտեք, որ Մոսկվան պահելն է խնդիրը, որ եթե մայրաքաղաքն էլ արդեն հարվածներ ուտում, արդեն չես կարողանում թաքցնես, էլ մենակ մայրաքաղաք բենզին բերելով հարցը չի լուծվում, բացի այդ էլ նորից էլի Ուկրաինան դրոններով հարվածում է Մոսկվային, նորից Կապուտնիայի նավթավերամշակման գործարանին է հարվածում, դեռ ռուսներն արդեն ամաչում են, ասում չէ, ուղղակի հրդեհ է եղել պատահաբար, մենք դրոնները օդում խփեցինք ու շատ պատահաբար չգիտենք ինչից հրդեհ եղավ։ Եվ այս վիճակում արդեն Ռուսաստանի համար ուղղակի կոնտրոլից դուրս է գալի այդ վիճակը եւ շատ ավելի արագ է այդ անկումը ելնելու, քան մարդիկ ուղղակի դրան սպասում են։ Եվ երբ որ բարբերաբար նաեւ ինձ էլի գրում են, էլի ասում բանա Զելենսկին քանդեց երկիրը, ճիշտացի չեմ կարող հասկանամ, թե ինչի նկատի ունեն։ Ժորժ ջան, կարող եք Զելենսկուն սիրել կամ չսիրել, կարող եք Ուկրաինան սիրել կամ չսիրել, բայց օբյեկտիվությունը, որ կորցնում եք, դրանով Զելենսկուն մեկ վնաս տալի կամ ինչ որ մեկին, եթե դուք օբյեկտիվ վերլուծելու ունակություն ունենաք, դա Հայաստանի շահերից էլ է բխում, ձեր շահերից էլ է բխում, որ հասկանաք աշխարհում ինչ է կատարվում։ Իսկ դուք ինչու եք մեղադրում Զելենսկուն։ Որևէ մեկը Զելենսկուն չի պաշտպանում, Զելենսկին հաստատ մեր պաշտպանության կարիքը չունի, չգիտեմ ինչ պաշտպաններ ունի։ Բայց ուղղակի ես ուզում եմ հասկանամ, Բելավեսկայա Պուշչայում գնացել են 3 սլավոնական պետությունները՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելարուս։ 91 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրել են եւ լուծարել են խորհրդային միությունը։ Դրանով իսկ ճանաչել են փոխադարձաբար իր տարածքային ամբողջականությունը։
Դրանից հետո արդեն որ մնացած երկրները ովքեր որ դուրս եկան Մերձբալթյան երկրները դուրս եկան ու այդ պահին Վրաստանը չստորագրեց, մնացածը Ալմատիի հռչակագիրը ստորագրեցին եւ որոշեցին տարածքային ամբողջականություն, որը պարբերաբար հիշեցնում է Նիկոլ Փաշինյանը, որ տեսեք Ալմատիի հռչակագրով ճանաչել ենք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը։ Բայց տարածքային ամբողջականությունը, որ ճանաչել են Բելավեսկայա, Պուշչայով ու Ալմատիի հռչակագրով, այդ ժամանակ ով էր Ուկրաինայի նախագահը։ Կրավչուկը չէր։ Ինչ կապ ունի Զելենսկին դրա հետ։ Դուք իրեքով չէի գնացել իրար հետ պայմանավորվել։ Ելցիններ, Կրավչուկներ, Բելարուսներ, Շուշկևիչներ։ Դրանից հետո Բելավեշկայա Պուշչան անցավ։ Պայմանավորվեցին, որ միջուկային զենքը տան Ռուսաստանին, որտեղ ամենամեծ խմբականակը ուներ Ուկրաինան։ Այնուամենայնիվ Ուկրաինան ասաց, չէ, թող միջազգային որոշումը լինի, որպեսզի ավելի վստահ լինենք երաշխավորեն մեր տարածքային ամբողջականություն։ Եվ ինչ եղավ, Բուդապեշտի մեմորանդումն եղավ 94 թվականի դեկտեմբերի 5։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Ռուսաստան։ Ուկրաինայում ով էր այդ ժամանակ։ Լեոնիդ Կուչման էր։ Զելենսկին այդ վաղ կար։ Դրանից հետո որ պայմանավորվել է Ռուսաստանը, որ ինքը տարածքային ամբողջականության երաշխավորն է Ուկրաինայի, որը ինքը իր փաստաթուղթը չի հարգել, իր ստորագրածը։ Բայց դրանից հետո 2003 թվականին Պուտինը ում հետ ստորագրեց դեմարկացիայի փաստաթուղթը, որ ճանաչում ենք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունն ու սահմանները։ Դեմարկացիայի դելիմիտացիայի փաստաթուղթը Պուտինը ստորագրեց, ում հետ ստորագրեց 2003 թվականին։ Լեոնիդ Կուչմայի հետ։ Կապ ուներ Զելենսկին դրա հետ։ Ինքը ճանաչեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բացի այլ սահմաններն էլ ճանաչեցին։ Դեմարկացիա, դելիմիտացիան արեցին, սկսեցին, դրանից հետո արդեն գնացին առաջի ցիցնել տնկեցին, էս արին, են արի եւ այլ եւ այլ։ Դրանից հետո, երբ որ արդեն Ուկրաինան բռնում էր եվրոինտեգրացիայի ճանապարհը, իհարկե Յուշչենկոյից հետո նաեւ Յանուկովիչի ժամանակ էր, չէ՞ դա շարունակվում։ 2013 թվականին, որ Սերժ Սարգսյանը թռավ Ռուսաստանի գիրկը, բայց ժամանակ Յանուկովիչն էր։ Յանուկովիչը Պուտինի հետ հանդիպեց ու փոխեց որոշումը։ Չմիացավ նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում, որ ասոցիացիան համաձայնագիր ստորագրեն Եվրամիության հետ։ Եվ այդ դեպքում ինչ եղավ։ Իրան տապալեցին, հեղափոխություն եղավ, նորից Մայդան, որից հետո եկավ Լեոնիդ Կուչման։ Այդ ընթացքում Ռուսաստանը մտել է, վերցրել է Ղրիմը։ Այդ փաստաթղթերից հետո որը որ կնքել է։ Ղրիմը արդեն եղել է Պետրո Պարաշենկոյի ժամանակ։ Ինչու՞մ եք մեղադրում, որ այսինքն Զելենսկին այդտեղ որտեղ է երկիրը քանդել։ Զելենսկին եկել է 2019 թվականին դարել է նախագահ, այդ ընթացքում խոսում էին ՆԱՏՕ-ի հետ կապված, որ չենք ուզում ՆԱՏՕ-ի անդամ սարքենք Ուկրաինան, Ռուսաստանի հետ կոնֆլիկտ չունենանք, որովհետև գաղտնի փաստաթղթերը ջրերես եկան, որ Պուտինը անգամ Ջորջ Բուշ կրսերի հետ է բանակցել, որ եթե ՆԱՏՕ-ն այդքան մոտեցնում եք, ես հավակնություններ ունեմ Ուկրաինա մտնելու, նրանք էլ ասին լավ ախպեր շարից հեռու ունես կանենք, որ Ուկրաինային կասենք հիմա դու այս պահին չես մտնում։ Այսինքն բացարձակ որևէ խնդիր չկար 2022 թվականին ՆԱՏՕ-ի հետ կապված այդ հարցը։ Բացարձակ նման խնդիր չկար։ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ կապված հայտը ներկայացել է արդեն Զելենսկին։ Սեպտեմբեր ամսին 2022 թվականին, երբ որ Ռուսաստանն արդեն պատերազմը սկսել էր։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, ճանապարհ կա անցած Յանուկովիչով, Կուչմայով, Յուշչենկոյով, Կրավչուկով, Պարաշենկոյով մինչև Զելենսկի։ Այսինքն եթե իր վրա հարձակվել են, ու ինքը պաշտպանել է իր երկիրը, Պուտինն ասել է գնում եմ Ուկրաինան գրավեմ, վերցնեմ 3 օրում։ Բայց ինքը ինչ աներ, որ երկիրը չքանդեր, հանձնվեր, այն ուղարկած տաքսին նստեր, թռներ գնար։ Ինչու՞ մեկ մեղա։ Ես լոգիկայով էլ դուք ուր մնացած բաներին եք նայում։ Այսինքն ձեզ չի հետաքրում աշխարհը ինչա կատարում։ Հիմա ես մարդը կանգնել է համառորեն, այդքանից հետո հիմա ինքը հաղթանակ կատարում։ Դուք ինչու՞ եք մեղադրում, որ ինքը ինչի շուտ չի հանձնվել 3 օրում։ Դա է ձեր պատկերացումը։ Այն էլ 26 թվին է ժողովուրդ։ Այդ որ դա 22 թվին ասում եք, մի կերպ հասկանում էի։ Բայց որ 3 անգամին նյութի տակ գրում դա, չեմ կարող հասկանամ ինչա կատարում ձեզ հետ։
26 թվին, 22 թվին չէ, 22 թվին սովոր էի, որ դա ասում էիք։ Հիմա դուք կոնկրետ մտածեք ինչու եք մեղադրում, որ իրա վրա հարձակվել է երկիրը գրավում էր, բանում Կիևում պետք է հաղթանակի շքերթ տոներ, այդ մարդը դրել կռվել է իր պետությունը պահել է, իր պետությունը գոյություն չէր ունենալ Ռուսաստանի կազմում էր ելնելու։ Եթե ինքը պայքարել է իր պետության համար, ինքը քանդել է իր պետություն, հա։ Դե այս խելքին դրամա էլ մինչև հիմա դեռ Պուտինի նկատմամբ սերը չի մարում, էլի ձեր մոտ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով ուկրաինական կարգավորման վերաբերյալ հարցը նշել է. Ռուսաստանը շարունակում է բաց մնալ խաղաղ քաղաքական դիվանագիտական բանակցությունների միջոցով իր նպատակներին հասնելու համար։ Նախագահ Պուտինը պահպանում է իր բաց լինելը։ Պեսկովը նշել է, որ այս պահին խաղաղ կարգավորումն անհնար է Կիևի չցանկանալու պատճառով։ Ուստի Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։ Այսինքն իրանք իրենց նպատակների չեն հրաժարվում 22 թվին, որ իրանց առաջ դրել են։ Որից հետո հիմա էլ ասում է դրան Ուկրաինան համաձայն չի, խաղաղություն չի ուզում։ Բայց եթե Ուկրաինան համաձայն չի, խաղաղություն չի ուզում, ուրեմն հասկանում է, որ իր դիրքերն ավելի ամուր է։ Դե դուք կարող եք հաղթանակ տանեք, դե տարեք այդ հաղթանակը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ինչ ասում, Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում։ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, բայց այժմ բացահայտ սկսել է Ռուսաստանի վերջնագրեր ներկայացնել։ Հա, հիմա իդեպ դուք տեսեք, այս արևմուտքի վերաբերմունքը ՆԱՏՕ-ն էլ ընդլայնում է Բալթյան երկրների երկինքը պարեկող ռազմաօդային ուժերի կարգավիճակը։ Կործանիչների օդաչուները լիազորված կլինեն խոցել օդային տարածքը խախտած օբյեկտները, անօդաչու թռչող սարքերը եւ ռազմական ինքնաթիռները, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում դրա համար։ Նրանց պետք է չի լինի քաղաքական մակարդակում թույլտվություն ստանալ։ Սա վերաբերվում է ՆԱՏՕ-ի օդային պարեկային առաքելությունը Լիտվա, Լատվիա, Էստոնիա, որոնք 2004 թվականին են դարձել ՆԱՏՕ-ի անդամ, բայց հետո էլ Ֆինլանդիան դարձավ, դրանից հետո էլ դարձավ Նորվեգիան շուտ է, Շվեդիան դարձավ Բալտիկ ծովի հետ կապված։ Ռուսաստանը իբր թե պայքարում էր Ուկրաինայի դեմ ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, լա տեսեք ինչ փորձանք բերեց իր գլխին։ Եվ հիմա էլ ասում են, որ օդում որևէ բան տեսակ, քաղաքական համաձայնեցման հարց չկա։ Պարզեցիք ինչա խփեք, մանավանդ որ հաճախակիացել է Ուկրաինայի դեմ քայլերը, այդ ուղղությամբ ասենք նաև մեր Բալթյան երկրների տարածքա մտնում, այսինքն ասում են առանց ճշտելու խփեք։ Սրան հասավ Վլադիմիր Պուտինը։ Այս սրան հասավ, սա էր իր ուզածն ու երազածը, որ Ուկրաինայի դեմ կռվի էր գնացել։ Դե հիմա դուք նայեք իր վիճակը եւ պատկերացրեք, որ սրանից հետո, եթե այն ռազմավարական հաղթանակը, որը տանի Ուկրաինան արդյունքում արևմուտքը, եթե մենք լինում ենք արևմուտքի հետ, բնական է լինում ենք հաղթողի հետ։ Իսկ եթե ուժի իրավունքով պաշտպանեն թույլի իրավունքը, դա է մեր ուզածն էլ հենց դա է, որովհետև մենք տարածաշրջանի ամենաուժեղը չենք։ Այնպես որ լավ հասկանում եք, որ դա բնական է առաջնայինը մեր շահերից է բխում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։